Փառք Տերոջը, սիրելներ, շատ խիտ են այս օրերը եւ շատ այսպես իմ ժամանակն էլ ես չեմ ուզում վերցնեմ շատ, կփորձեմ Տիգրանի պես արագ, եթե շատ բաներ ուղակի համարները տեղն ասեմ, ես գիտեմ, որ տնային խմբակներում հետո կվերլուծեք, կմտածեք, եթե հարկ համարեք։ Հա, Տեր օրհնի բոլորիս։ Սիրելներ, նախ եկեք մի համար կարդանք, որի մասին պիտի մտածենք ու խորհենք։ Եսայա մարգարեության 30 գլխի 15 համարն է։ Եվ կարծում եմ, որ նույն տրամաբանությամբ ենք առաջ գնալու, ինչ վկայությունը, որ լսեցինք, եւ իսկապես այստեղ մեր Տերը խոսում է ժողովրդի հետ, խոսում է մեզ հետ, սովորացնելով մեզ կարևոր բաներ, ասելով Քանզի այսպես է ասում, Տեր Աստվածը Իսրայելի Սուրբը, դարձի գալով եւ հանգստի մեջ մտնելով կփրկվեք, հանդարտությամբ եւ վստահությամբ կլինի ձեր զորությունը։ Համարը վերջանում է այսպես, բայց դուք չեք ուզում, բայց ես ուզում եմ։ Ամեն։ Եղան մարդիկ, ովքեր չուզեցին, չլսեցին խորհուրդը, չընդունեցին խրատը, բայց եղան մարդիկ եւ կան ու կլինեն, ովքեր որ կլսեն, կընդունեն եւ այդպես էլ կլինի իրանց կյանքում։ 4 կարևոր բաներ, որովհետեւ այսպես է ասում, Տերը Իսրայելի Սուրբը դարձի գալով եւ հանդարտ կենալով կփրկվեք, հանդարտությամբ կամ հանգիստ մնալով եւ հանդարտությամբ եւ ապահովությամբ կամ վստահելով Տերոջը կլինի ձեր զորությունը։ Մենք ուզում ենք, որ մեր կյանքում ինչ որ անում ենք, Աստված մեզ հետ լինի։ Մենք ուզում ենք, որ Աստված մեզ ուղեկցի, մենք ուզում ենք, որ Աստված մեզ պահի, պահպանի, եւ Աստված ասում է, այս բաները անելով քեզ համար լավ է լինելու։ Եվ գիտեք, առաջի բանը, որի մասին ես կուզեմ, որ մենք մի փոքր մտածենք, դա այն առաջի խոսքն է, դարձի գալով։ Ռուսերենում եւ ֆրանսերեն թարգմանության մեջ ասում է ձեր տեղերում մնալով։ Ձեր փրկությունը կլինի ձեր տեղում մնալով։ Եթե կուզեք, կարող եք ռուսերեն թարգմանությունները նայել։ Ձեր փրկությունը կլինի ձեր տեղում մնալով։ Եվ գիտեք, ուզում եմ, որ մենք մի փոքր ժամանակ էլ տրամադրենք նոր կտակարանից զուգահեռներ անցկացնելով Պողոս առաքյալի կյանքից մի քանի դրվագներ նայելով սիրելներ, թեպետ ինքը շատ ամփոփ է, այն ինչ որ ես ուզում եմ ասել, բայց կարճ կասեմ։ Երբ որ Պողոս առաքյալը կանչվեց Տեր Հիսուսի կողմից նրան ծառայելու, կանչվեց նրա վկան լինելու, կանչվեց, որպեսզի իր գործերը նրա միջոցով հայտնի դառնան, այդպես էլ Պողոս առաքյալն ասում է, որ իմ միջոցով հայտնի ան իր գործերը, իր խորհուրդները, իր կամքը, մի խոսքով ավետարանը տարածվի, եւ ես հավատում եմ, որ Աստված մեզանից յուրաքանչյուրիս փրկել է, որպեսզի մեր միջոցով նորից իր խոսքը տարածվի, իր խորհուրդները հայտնվի, իր կամքը կատարվի, որ մենք ծառայենք այս կյանքում Աստծուն։ Պողոսն ասում էր. գնամ, թե մնամ, միայն Աստծուն հաճելի լինեմ։ Եթե իմ այստեղ մնալը իմ գործին պտուղ է բերում, եթե ես այստեղ մնում եմ եւ իմ մնալը օգուտ է եկեղեցուն կամ Աստծո թագավորությանը, ուրեմն լավ է մնամ, բայց եթե ես այստեղ մնում եմ եւ օգուտ չի, ինչ որ կերպ պտուղ չեմ բերում, ինչ որ կերպ չեմ նպաստում Աստծո գործին, ոնց որ ավելի լավ է գնամ եւ Տերոջ հետ լինեմ։ Այդպես է ասում, թե չէ։ Երկու կողմից նեղն եմ, բայց առաջինը ավելի լավ է Տերոջ մոտ լինելը։ Սակայն եթե Տերը այստեղ ինձ պահում է, որ ես օգտակար լինեմ եւ իմ գործի վրա պտուղ ավելանա, ուրեմն թող որ մենք մնանք, բայց մեր մնալը Աստծուն ծառայելու համար պիտի լինի։ Ես ուրախ եմ, որ մենք շատերս այսօր ժամանակները ավելի կարծես թե բարենպաստ են, որոշ մարդիկ բիզնեսի մեջ են, որոշ մարդիկ հաջողության մեջ են եւ շատ լավ է։ Լավ է, որ մարդիկ բարեկեցիկ կյանք են ապրում, լավ է, որ մարդիկ ոչ մի, ասենք, այն կարևոր անհրաժեշտ բաների պակասը չեն ունենում, լավ է, որ մենք ապահոված ենք, բայց շատ լավ է եւ ավելի լավ է, երբ որ մենք այդ ամենը ունենալով հանդերձ Տերոջը ծառայում ենք։ Ամեն։ Սա պետք է լինի մեր կյանքի կարևորագույն նպատակը, սիրելիներ, ծառայել Աստծուն։ Մեզ ժամանակ է տրված եւ այդ ժամանակի մեջ մենք պիտի մեր գործը անենք։ Ավետարանը պիտի քարոզենք։ Եվ գիտեք, որ Պողոս առաքյալը, սիրելիներ,
շատ նվիրված էր Աստծուն։ Շատ նվիրված էր Աստծո գործին եւ ինքը իրան համարում էր պարտական, թե հрьяաների համար, թե հեթանոսների համար, թե նույնիսկ բարբարոսների համար, կապ չունի, բոլորի համար իրան համարում էր պարտական։ Ինչու՞մ էր իրան համարում պարտական։ Ավետարանը քարոզելու մեջ։ Բայց դա միայն Պողոսին չի վերաբերվում, մեզ էլ է ասում, ամոթ մի համարեք Քրիստոսի ավետարանը, այն Աստծո զորությունն է փրկելու համար, ով որ կհավատա։ Ամեն։ Այնպես որ մենք կանչված ենք ավետարանը քարոզելու, բայց ավետարանը քարոզելու մեջ, Աստծո կամք կատարելու մեջ, սիրելներ, ճանապարհը հեշտ չի, բայց խոստում ունենք, ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջ։ Երբեք ձեզ չեմ թողնի եւ երբեք ձեզ չեմ լքի, ինչպես մենք արդեն երգեցինք։ Ես ձեզ հետ եմ ամեն օր, երբ որ մենք Աստծո գործ անելու մեջ ենք, սիրելներ, մենք կարող ենք ասել Աստվածին, ուր ես դու, եւ Աստված կասի, ես էստեղ եմ։ Ամեն։ Եթե մենք ուղղակի գնում ենք մեր ցանկությունների հետևից եւ ընկնում ենք վնասակար փորձությունների մեջ, այդտեղ կարող ենք մտածել, արդյոք Աստված այս գործի մեջ խառնվածա թե չէ։ Բայց եթե մենք ծառայում ենք Աստծուն, Աստված ասել է, ես ձեզ հետ եմ մինչև վերջ։ Սիրելներ, գիրքը լավ գիտեք, լավ հրաշալի հովիվ ունեք եւ վստահ եմ, որ այստեղ բոլորդ էլ Սուրբ գրքի լավ տեղյակ եւ գիտակ մարդիկ եք, հատկապես գործ կառաքելոցը, որ մեր բոլորի համար ամենալավագույն մոդելն է առաջի դարի եկեղեցու։ Մենք շատ անգամ այդ գիրքը կարդում ենք, նայելով այդ տեղից, մեզ համար օրինակներ վերցնելով, առաջի եկեղեցին է գործ կառաքելոցում։ Եվ Պողոս առաքյալը, սիրելներ, գիտեք, որ ինքը հեթանոսների կողմից, ավելի շուտ հрьяաների կողմից, իր եղբայրների կողմից շատ նախատված, հալածված, հետապնդված մեկն է եղել։ Իր կյանքը հեշտ չի եղել։ Որոշ մարդիկ կարծում են, թե իր մարմնի խայթոցը դա եղել են իր եղբայրները, ազգությամբ հрья, որոնք ամենտեղ իրան հետապնդել են եւ հալածել են։ Եվ դա կարա լինի ինչ որ մի տարբերակ, մի վերսիա, որտեվ ամենտեղ իրանց հավ էին պատճառում։ Բայց ինքն ասում էր, որ ես առավել եւս իմ ազգին պարտական եմ, անգամ եթե հնարավոր լիներ, կցանկանայի նզովված լինել Քրիստոսից, մարմնի կողմանը իմ եղբայրներին շահելու համար։ Ուզում եմ ասել, որ ինքը շատ սիրել է իր ժողովուրդը, մենք էլ ենք սիրում մեր ժողովուրդը, ամեն։ Եվ պիտի սիրենք բոլորին, եւ եթե մենք այս երկրի մեջ ենք ապրում, եւ կապ չունի ազգությունը, կապ չունի լեզուն, մենք պիտի ավետարանը քարոզենք բոլոր մարդկանց։ Ու Պողոսը անընդհատ այդպես հետապնդումներ էր ունենում։ Ես ուզում եմ սկսել այնտեղից, որտեղ որ Պողոս առաքյալին ձերբակալեցին տաճարի մեջ, մեղադրելով նրան, որ տաճար հեթանոս է մտցրել։ Իհարկե դա այդպես չէր, բայց այդտեղից նայենք մի պահ, սիրելներ, այդ ամբողջ ընթացքը։ Նրանք գալիս են տաճարի մեջ, աղմուկ են բարձրացնում, մի խոսքով ուզում են սպանել, հալածում են նրան, մի կերպ ազատվում է մարդկանց ձեռքից։ Ինչպես մի հռոմեացի հարյուրապետ անցնելուց տեսնում է, որ ամբողջ աղաղակում է եւ որպիսի թույլ չտա ըմբոստություններ, թույլ չտա, ասենք, ինչ որ, չգիտեմ, հեղաշրջում կամ ինչ որ մի բան, որ այն ժամանակ շատ հաճախ էր պատահում, նրան ազատում է, փորձելով հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Եվ իմանում է, որ կրոնական թեմաներով ինչ որ հարցեր ունի։ Բայց, սիրելիներ, ինչ են որոշում հрья ժողովուրդը, ինչ են որոշում այն մարդիկ, ովքեր որ նախանձավոր էին օրենքին, ինչպես Պողոսն ասում է, մի ժամանակ ես էլ, նրանք, ովքեր որ Աստծո անունի համար պատրաստ են հալածել, մինչև անգամ սպանել, ինչպես Պողոսն ասում է, ես էլ այդպիսին էի, ուխտ են անում Աստծուն, ասելով. չուտենք, չխմենք, մինչև որ Պետրոսին սպանենք։ Պողոսին, ներողություն։ Սա նշանակում է դուք ուշադիր լսում եք, հարկ դրաջ։ Մինչև որ Պողոսին սպանենք, 40 հոգի տղամարդ, Աստծուն սիրող, Աստծուն նվիրված, ես չգիտեմ, հիմա Աստծուն ասեմ, թե ասեմ ուղղակի կրոնական կամ ֆանատիկ մարդիկ, համենայն դեպս ովքեր որ համարում են, որ այդ
ավետարանը պիտի չքարոզվի եւ Պողոսը ինքը սխալ ուսմունք է տարածում, երթում են անում Աստծո առաջ, իրանց նզովքի տակ են դնում, անեծք են վերցնում իրանց վրա, չուտել, չխմել, մինչև որ չսպանեն Պողոսին։ Եվ սա կարծում եմ շատ ծանր բան է, եւ նրանք շահագրգռված էին ամեն կերպ Պողոսին սպանելու։ Որտեվ անցնում էր մի օր, 2 օր, 3 օր, այս մարդիկ երթում են կերել, նզովք են իրանց վրա ընդունել, չուտեն, չխմեն, մինչև որ Պողոսը մեռնի։ Եվ գիտեք, երբ որ հարյուրապետին հрьяաները խնդրում են, որ նորից բերի, որ լսեն նրանից իր քարոզությունը, գալիս է Պողոսի քրոջ որդին եւ այդ հռոմեացի հարյուրապետին ասում է, իհարկե գալիս է Պետրոսի մոտ բանտում եւ ասում է, այսպիսի դավադրություն են քո դեմ արել։ Եվ Պողոսին, եւ Պողոսն ասում է, գնա պատմի հարյուրապետին։ Եվ գիտեք ինչ, եթե մեկը գա եւ ասի մեզ հանկարծ, որ քո դեմ դավադրություն են կազմակերպել, քեզ որոշել են սպանեն, չեն դադարելու, չեն ուտելու խմեն, մինչև որ քեզ չսպանեն։ Ինչ ապրումներ կունենանք մենք, ինչ վիճակների մեջ կլինենք մենք, ես կարծում եմ, որ շատ բնական, կանհանգստանանք, կվախենանք, կխառնվենք, կշփոթվենք, բայց այստեղ առաջի կետը, որ մենք տեսնում ենք, Աստված ասում է, քո տեղում մնալով կլինի քո փրկությունը։ Առաջի հերթին քո տեղում մնալով կլինի քո փրկությունը։ Երբ որ մեր կյանքում լինում են հարցակումներ, երբ որ մեր վրա գալիս են փոթորիկներ, երբ որ մեր կյանքում պատահում են, չգիտեմ, դժվարություններ, առաջի մեր ռեակցիան ո՞րն է լինում։ Փախնենք այստեղից, գնանք այստեղից, շփոթության մեջ ենք ընկնում, անհանգստության, խռովության մեջ ենք ընկնում, վախերի մեջ ենք ընկնում։ Սիրելիներ, բայց Աստված, Տեր Հիսուսը ինքը անձամբ հայտնվել էր Պողոսին եւ այսպես էր ասել։ Գրված այդ մասին Գործ Առաքելոց 23 գլխում այս խոսքերը 11-ը եւ հետեւյալ գիշերը Տերը կանգնեց նրա մոտ եւ ասեց. քաջալ սիրտ եղիր կամ քաջ եղիր Պողոս, որովհետեւ ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ պետք է Հռոմում վկայես։ Երբ որ Հիսուսը գալիս է եւ խոսում է նրա հետ, ճիշտ հաջորդ օրը առավոտյան հрьяաներից ոմանք միաբանվեցին, իրենց անձերը նզովեցին ասելով ոչ ուտենք եւ ոչ էլ խմենք, մինչեւ որ Պողոսին չսպանենք։ Մի օր առաջ Տերը խոստանում է, ես քո հետ եմ, մի վախեցի, Հռոմել ես գնալու ավետարանը քարոզելու, դրա առավոտը գալիս են փորձությունները։ Գիտեք, շատ է պատահել երևի մեր կյանքում, երբ որ մենք ապրել ենք լավ պահեր, այցելության պահեր, օրհնության պահեր, խոստումների պահեր, եւ հաջորդ պահին եկել են մեր վրա փորձություններ։ Եղել է այդպես թե չէ։ Ես հիշում եմ, որ նոր ապաշխարում էի, սիրելներ, ես հավաքույթից չէի ուզում տուն վերադառնամ, որովհետեւ ասում եմ, ես գնալու եմ տուն, նորից գալմաղալ, նորից կռիվ, նորից ծեծուջար, նորից, չգիտեմ, ճանապարհինես, կամեն, որ Պետրոսն ասում է, լավ է, այստեղ 3 հատ վրան սարքենք, այստեղ ապրենք, չէ, այնտեղ լիքը խնդիրներ կա։ Եվ իսկապես սիրելներ, երբ որ Աստված մեր կյանքում գործում է, հաջորդ պահին մեր կյանքում գործում են դժվարությունները։ Որտեւ այդ դժվարություններն են, որ պետք է մեզ համար կարծես ուղի դառնան, որ մենք հասնենք մեր հաջողություններին։ Եթե չանցնենք մեր փորձությունները եւ դժվարությունները, մենք չենք կարող հասնել այն բարձր նպատակներին եւ Աստծո մեզ համար նախասահմանած օրհնություններին։ Սիրելիներ, եւ Պողոս առաքյալը իր քրոջ որդուն ասում է, գնա եւ հռոմեացի հարյուրապետին պատմի, ինչ որ ինձ ասեցիր։ Ու հանգիստ է, սիրելիներ։ Սիրելիներ, ես չեմ կարծում, որ սա Աստծուն չճանաչող մարդը հանգիստ լինի։ Իսկ երբ որ հարյուրապետը լսում է, հիշում եք ինչ է անում։ Երբ որ հարյուրապետը լսում է, ավելի շուտ հազարապետ ներողություն, ապա հազարապետը այն պատանուն արձակեց եւ պատվեր տվեց, թե ոչ ոքի չասի, որ այս բաները
իմաց հարեց իրեն։ Եվ հարյուրապետներից երկուսին կանչեց եւ ասեց. 200 զինվոր պատրաստիր, որ գնան մինչև Կեսարիա, եւ 70 ձիավոր եւ 200 էլ տիգավոր կամ նորից զինվորական գիշերով ժամը 3-ին եւ գրաստել պատրաստիր, որ Պողոսին նստացնեն վրան եւ ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալին։ Սիրելիներ, երբ որ ես առաջի անգամ այս բաները ասենց կարդում էի, նկատում էի, ասում եմ, քանիսն էին, որ ուզում էին Պողոսին սպանել, 40-ը, իսկ քանիսն էին, որ Պողոսին պիտի պաշտպանեին, 470-ը, քանի անգամ ավելի, 12 անգամ ավելի, եւ կարող եմ այստեղ ասել, որ նա որ մեզ հետ է, նա որ մեր մեջ է, նրանք որ մեր կողմն են, ավելի շատ են, քան որ նա որ մեզ հակառակ է։ Ուղղակի եղի հանգիստ, մնա քո տեղում։ Երբ որ կարդում ենք Եսայա 30:15-ը, Աստված ասում է դուք չուզեցիք, ապա ասեցիք, մենք ձիերի վրա կնստենք եւ արագ կփախնենք։ Բայց ձեզ հետապնդողները նույնպես արագ կհասնեն ձեզ։ Սիրելիներ, բայց ձեր փրկությունը կլինի տեղում մնալով, կամ դարձի գալով, կամ տեղում մնալով, ավելի ճիշտը կլինի, որ մենք այս տարբերակը վերցնենք, տեղում մնալով, մնա քո տեղում, եթե եկել է չար լուր, եթե գալիս է քո վրա փորձություն, նախ եւ առաջ մնա քո տեղում։ Որովհետև եթե վախենաս, տրվես վախերին, ինչ որ բաներ անես, հաստատ սխալ բան ես անելու։ Սպասի Տերոջը, վստահ եղի, որ Աստված քո համար ելք ունի, Աստված քո համար լուծում ունի, Աստված անպայման քո համար մի դուռ բացելու է եւ քեզ այդ դռնով անցակացնելու։ Եվ Պողոսը եկավ ապահով այդքան պրոֆեսիոնալ հռոմեական բանակի ուղեկցությամբ, ողջ եւ առողջ հասավ Կեսարիա։ Կարող ենք ասել, այստեղ կատարվեց հենց այն խոսքը, որ Աստված ասում է ես քեզ կփրկեմ։ Բայց մենք գիտենք, որ թշնամին, սիրելիներ, չի դադարում հետապնդելու, շարունակում է իր փորձությունները։ Մյուս կարևոր բանը, որ այստեղ տեսնում ենք, սիրելիներ, նա է, որ Պողոսը 2 տարի մնաց բանտում Ֆելիքսի մոտ։ 2 տարի։ Իսկ ինչ է ասում Աստված։ Քո փրկությունը կլինի քո տեղում մնալով եւ հանգստանալով։ Սիրելիներ, հիմա ինչ եք մտածում։ Պողոսը բանտում հանգստանում էր, թե չէր հանգստանում։ Մենք կարող ենք ասել, այսօրվա բանտերում չեն հանգստանում, բայց Պողոսը մի սովորական բանտում չէր, Հերովդեսի պալատում էր։ Նրա համար պայմանները շատ լավ էին, նրան կարող էին այցելել եղբայրները։ Նա, այսպես ասած են Պիղատոս բանը, Շիղայի ու Պողոսի պատմությունը չի էլի, շատ ավելի կոմֆորտ էր, շատ ավելի լավ էր, բայց սահմանափակ էր։ Գիտեք, մեր կյանքում կարող եմ ասել, որ լինում են ժամանակներ, երբ որ մենք կարծեք ժամանակ ենք կորցնում։ Պողոս առաքյալի համար 2 տարի բանտում մնալ, դա իր համար ավելին էր, քան մահը։ Ակտիվ մարդ, ծառայող մարդ, առաքյալ մարդ, միսիոներ, որ, չգիտեմ, եկեղեցիներ հաստատի, շրջի, քաջալերի, հովիվներ ձեռնադրի եւ այլ գործեր անի, եւ թշնամին նրան փորձում է ինչ-որ կերպ խանգարել։ 2 տարի մնաց բանտի մեջ։ Ձեր կարծիքով սա հաղթանակ է, թե պարտություն։ Սիրելիներ, հիմա որ ասեմ հետոն, կասենք հաղթություն, բայց որ նայում ենք սկիզբը, ասում ենք պարտություն։ Ինչ եղավ այդ 2 տարվա ընթացքում։ 2 տարվա ընթացքում եղավ այն, որ մենք այսօր ունենք բավականին թղթեր Պողոս առաքյալից գրված, բանտից ուղարկված։ Գիտեք, մեկ-մեկ կարդում եմ այն տեղերը, որ Պողոսն ասում է, երբ ձեր մեջ էի, ձեզ ասել եմ այս բաները։ Ու ասում եմ այ մարդ, բա գրած չլներ մենք էլ իմանայինք։ Հիմա մենք ասում ենք, ենթադրում ենք, որ դա Սուրբ Հոգու մասին էր ասում։ Հիշում եք այն տեղը, որ չի գա, ասենք թե ները միջև որ մեջտեղից չվերցվի խանգարողը։ Եվ ենթադրում ենք, որ Պողոս առաքյալը նկատի ուներ հավանաբար Սուրբ Հոգու կամ եկեղեցու։
Բայց բաներ կա պարզագրված, բաներ կա, երբ որ այնտեղ էր խոսել էր։ Եվ Աստված, որ ամեն բան տեսնում է, եւ տեսնում է հետոն, տեսնում է ապագան, ինքը հիմա այստեղ կարող է որոշ բաներ փոխել։ Կարող է որոշ իրավիճակներ փոխել եւ կարող է այնպիսի իրավիճակներում մեզ դնի, որ մեզ թվում է, որ դա մեզ համար շատ վատ է։ Միշտեր դա մեզ համար երևի թե եւ Աստծո գործի համար լավ ժամանակ է։ Գիտեք, Աստծո շատ մարդիկ, որ վազում են ու գործում են ու ժամանակ չունեն հանգստանալու, մեկ-մեկ խորհուրդ են տալիս նրանց, ասում են հանգստացի, բայց ուր հանգստանա, ոնց հանգստանա։ Մեկ էլ տեսնում ես հիվանդանոց ընկավ։ Այդ հիվանդանոցը իր համար հանգստի տուն է դառնում։ Իհարկե դա լավ չի հիվանդանալը, բայց ուզում եմ ասեմ, որ երբեմն այդ առանձնանալու պահերը եւ հանգստանալու պահերը, դրանք պահեր են մեզ համար Աստծո հետ մեր հաղորդակցությունը, մեր կապը, մեր հարաբերությունը ստեղծելու համար։ Երբ որ դու ի վիճակի ես արտաքին աշխարհի հետ հաղորդվելու, աշխատելու, վազելու, գործելու, սա ժամանակ է Տերոջ հետ քո հաղորդակցությունը, քո կապը ունենալու։ Եվ ես ցավոք սրտի թե ոնց ունեցել եմ այդպիսի պահեր, որ մենակ հիվանդանոց ընկնելու դեպքում է, որ կտրվում ես գործերից, վերցնում ես Սուրբ Գիրքը, կարդում ես, աղոթում ես, սպասում ես, որ օրերն անցնեն, բայց Պողոս առաքյալի համար փառք Տերոջը, որ նա թեև բանտում էր, բայց գրեց Կողոսացիների նամակը, գրեց Եփեսացիների նամակը եւ այլ նամակներ, որ մենք այսօր կարդում ենք եւ զորանում ենք։ Եվ Պողոսն ասում էր. ինձ Քրիստոսի համար կապվածիս ամոթ մի համարեք։ Ամեն, ավետարանի համար կապվածիս, ձեր համարա, ձեր փառքի համարա ասում էր։ Այնպես որ սիրելի եղբայրներ եւ քույրեր, եթե անցնում եք որոշ, գիտեք ինչ, մի այնպիսի ժամանակ, որ ակտիվ կյանք չեք կարողանում վարել, այդ պահերի մեջ փորձեք ուղակի հանգստանալ, բայց Աստծո հետ ձեր կապը ունենալ։ Կարդալ, Տերոջ երեսը փնտրել, փորձել հասկանալ, ինչի համար այս բանը տեղի ունենում, ինչ կառնեմ ես սրանից, ինչ կփոխի սա իմ կյանքում։ Եվ ես կարող եմ ասել, որ որոշ լուրջ որոշումներ ես իմ կյանքում կայացրել եմ հենց նման դժվար իրավիճակներում։ Ինչպես Տիգրան աղբերը, որ խոստացել է այս դժվար իրավիճակի մեջ ուխտանելով Տերոջը, որ ես այսպես կանեմ, այնպես կանեմ։ Ինչ որ իմաստով մեր կյանքում մեր փորձությունները դրական ազդեցություն են ունեցել մեր աճի համար։ Ֆելիքսը թողեց, եւ այդտեղ չեմ ուզում ասել, հա, գիտեք, որ Ագրիպաս արքան էլ եկավ, ավետարանը լսեց, ինչքան անվանի մարդիկ Պողոս առաքյալին այցի էին գալի, թագավորներ, պաշտոնյաներ, եւ նրանից լսում էին Աստծո խոսքը։ Ով է հաղթում։ Աստված, ամեն, ով է հաղթում, մեր Տերը եւ իր խոսքը, երբ որ ասում է քո հանգստանալով կլինի քո փրկությունը։ Մյուս բանը շատ արագ ասեմ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, նա էր, որ այդտեղ էլ ամեն բան չի վերջանում։ Այն որ ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում, հա ծեծում, ահա ծեծում, թշնամին ինչքան մենք ուզում ենք առաջ գնանք, այդպես կարծես կրնկակող, հա, մեր հետևից փորձում է մեզ հասնի, բայց մեր մեջին ավելի զորավոր է, քան աշխարհում եղողը։ Ամեն։ Հաջորդ պահը նա էր, երբ որ նրան ասեցին, բերեք, դատենք նրան Իսրայելում բան, ինքն ասեց, լսեք, ես մեռնելուց չեմ վախենում, բայց քանի որ մեռնելու արժանի բան չեմ արել, կայսրին կբողոքեմ այդ դեպքում։ Հիշում եք, կայսրին բողոքեց։ Որովհետև Տերն ասել էր, դու ինձ համար հռոմում էլ վկայություն պիտի լինես։ Սիրելիներ, մի խոսքով, դե կայսրին, արի մենք քեզ նավով ճանապարհենք։ Երբ որ եկավ այդ պահը, երբ որ Պողոսը պետքա նավով ճանապարհվեր դեպի Հռոմ, մենք կարդում ենք, որ շատ մեծ նավաբեկություն տեղի ունեցավ ծովի մեջ։ Եվ դա բնական նավաբեկություն չէր, սիրելիներ, այսինքն բնական երևույթ չէր, այդտեղ 14 օր նրանք չտեսան արև ու լույսին։ Մենք այն սովորական օրերը գոնե երկինքը էլի երևում է։ Մութ, փոթորիկ, ամեն վատ բաներ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ
Սատանան նորից բորբոքված Պողոս առաքյալին ուզում է կործանել նավի մեջ, որպիսի ավետարանը չհասնի մարդկանց կյանքերի մեջ, այն էլ Հռոմ։ Սիրելիներ, մենք պետք է հասկանանք, որ Հռոմը քաղաքակրթության սիրտն էր այդ ժամանակ։ Այն որ ասում են բոլոր ճանապարհները Հռոմ են տանում։ Եվ իսկապես, եթե Հռոմը խոնարհվեր Տերոջ առաջ, այդ անտիկ հին աշխարհը պետք է նույնպես խոնարհվեր Տերոջ առաջ։ Այդպես էլ եղավ իրականում։ Այդպես էլ եղավ։ Եվ ուրեմն 10 քանի օր ալիքների հետ կռիվ, պայքար, գիշերը երազի մեջ, թե տեսիլքով գալիս է Տերոջ հրեշտակը եւ ասում է Պողոսին. Պողոս, չվախենաս, որովհետեւ Աստված այս բոլոր մարդկանց շնորհել է քեզ։ Աստված այս նավում գտնվող բոլոր 300-ից ավելի բանտարկյալներ, նավի էկիպաժը եւ այլ մարդիկ, բոլոր 300-ից ավելի մարդկանց Աստված շնորհեց քեզ կամ քո պատճառով իրանք բոլորը փրկվելու են։ Հակառակը սա էր, որ մի հոգու պատճառով բոլորը պիտի կործանվեին։ Սիրելիներ, երբեմն մեր շուրջը տեղի են ունենում անհասկանալի փոթորիկներ։ Ինչ եք կարծում, Պողոսը հասկանում էր, որ ինքն է պատճառը։ Հովնանը հասկանում էր, որ ինքն է պատճառը։ Ես կարծում եմ Պողոսն էլ էր հասկանում։ Դե Պողոսը, ասենք, նես չի, որ Աստծո կամքից փախնում էր, ասեր ինձ գցեք ջուրը, բայց ասեց, այս գիշեր, այն հրեշտակը, այն Աստծո հրեշտակը, որին պաշտում եմ ես, երևաց ինձ եւ ասեց, չվախենաք։ Ձեզանից որևէ մեկին վնաս չի լինելու, միայն նավին եւ բեռներին։ Ու ինչ է անում Պողոս առաքյալը նավի մեջ, մի գեղեցիկ արարողություն, ես կասեի հաղորդություն։ Վերցնում է հացը, ինչպես որ մենք կտրում, օրտնում, ինքնուտում եւ մարդկանց ասում է. «Կերեք, սիրտ առեք, որովհետեւ պետք է որ հասնենք ափ»։ Եվ այստեղ մենք այդ փոթորիկի դժվարության մեջ մենք տեսնում ենք զարմանալի բան, Պողոս առաքյալի հանդարտությունը։ Սիրելիներ, Պողոս առաքյալի հանդարտությունը, փոթորիկ, ալեկոծություն, նավը քանդվում է, ջախջախվում է, լույս չկա, նույնիսկ արևը չի երևում, բայց ինքը հանդարտ է։ Գիտեք ինչի, որտեվ Աստված իրան ասել է. ես քո հետ եմ, չվախենաս, հասնելու ես տեղ։ Եվ այդ դժվարությունների, փորձությունների մեջ ինքը մարդկանց նույնիսկ քաջալերում է։ Հիշում եք, երբ որ ուզեցին բոլոր զինվորներին սպանել, բայց հարյուրապետը, որ ուզում էր Պողոսին փրկել, թույլ չտվեց, ասեց, ով կարողանում է լողանալ, արջևից գնան, ով էլ չէ, մեկը փայտի վրա, ինչ որ մի ձևով հասեք ափ։ Ինչի թույլ չտվեց այդ մարդկանց սպանեին Պողոսին փրկելու համար։ Բայց ասեմ ձեզ մի բան, սիրելիներ, ինչի համար բանտապետը, երբ որ այդ երկրաշարժը տեղի ունեցավ, սուրն ուզեց քաշել եւ իրեն սպանել։ Ինչի? Որովհետեւ բանտում պահում էին կրիմինալ մարդկանց։ Գողերին չէ, ստախոսներին չէ, մանր ավազակների չէ, հանցավորների, Հռոմի դեմ գործած ապստամբող մարդկանց։ Եվ նորմալ էր, որ այդ մարդիկ չհասնեին ափ, որովհետեւ եթե այդ մարդիկ փախնեին, նրանք տերորիստներ էին, այսպես ասած։ Եվ դրանցից բոլորի հաշիվը պիտի պահանջեին զինվորականներից։ Ինչպես որ Հերովդեսը կանչել տվեց բոլոր զինվորներին, որ հսկում էին Պետրոսի բանտը եւ բոլորին տեղում հարցերը լուծեց, գիտեք։ Բայց տեսնում եք Տերոջ գործը։ Չնայած Սատանան, նորից եմ ասում, ամեն կերպ, ամեն հնարք օգտագործում է, որպեսզի կործանի, բայց մեր Աստված ասում է, դու մնա հանդարտ։ Ես քո համար կպատերազմեմ։ Ամեն։ Ես քո համար կպատերազմեմ։ Դրա համար Պողոսը մի բան լավ սովորել էր, ու այդպես էլ ասում էր. եթե Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ Մարդը ինձ ինչ կարող է անել։ Ինչի, որովհետև փորձառել էր Աստծուն։ Աստված խոստում պահող Աստված է։ Եվ վերջապես, սիրելիներ, եկան հասան մի կղզի, որտեղ եւ մարդիկ բավականին լավ հյուրասիրություն, հյուրընկալություն ցուցաբերեցին, եւ գիտեք, ծառայող մարդը չի կարող, հա թեկուզ եւ
քամուց, ցրտից, անձրևից, ծովից ազատվել է, գա նստի, ասենք, ասի ես ինձ հոգնած եմ, ես եմ։ Պողոս առաքյալը Սուրբ Գիրքն ասում է, որ վեր կացավ եւ սկսեց փայտեր հավաքել այստեղ այնտեղ։ Ինչի համար? Որպեսզի կրակ վառեն եւ կրակից տաքանան։ Մենք պետք է շարունակենք ծառայել, սիրելիներ, ամեն իրավիճակների մեջ, որտեղ որ լինենք, ինչ իրավիճակ էլ որ լինի։ Ու մենք գիտենք, Սուրբ Գիրքն ասում է, եւ հանկարծ այդտեղ միտեղ թաքնված թփերի մեջից մի հատ օծ դուրս եկավ, անունը Իժ, այսինքն թույնավոր, եւ կախվեց Պողոսի ձեռքից։ Գիտեք, մտածում եմ այսպես, մի քիչ պատկերավոր։ Սատանան հրամայել էր այդ 40 մարդկանց գործը գլուխ չբերեցին։ Սատանան հրամայել էր, որ, չգիտեմ, բանտում պահեն, բաց չթողեն, այդտեղ էլ գործը գլուխ չբերեցին։ Սատանան փորձեց այս բնական, չգիտեմ, աղետներով, բաներով, ջրերը, փոթորիկները բարձրացնել, էլի գլուխ չբերեցին։ Այս անգամ ասեց, մի հատ այն կողմ գնացեք սաղատ, ոչ մեկ այդ բանի պետք չեք։ Այս անգամ ես ինքս անձամբ իր հարցերը կլուծեմ։ Եվ մենք կարդում ենք, որ այն վաղեմի օծը, հայտնության գրքի մեջ էլ հղում է անում ծննդոցին եւ ընդհանրապես օծի կերպարը մենք գիտենք, սիրելներ։ Եվ պատահական չէր, որ այդ թփերի մեջ թաքնված սպասում էր Պողոսին, որ եկավ եւ երբ որ, գիտեք ինչ, երբ որ մենք աշխատում ենք, աշխատանքի ընթացքում մենք հնարավոր է որ, չգիտեմ, վնասվում ենք, վիրավորվում ենք, ցավել ենք քաշում, ու մի օծ բռնեց նրա ձեռքից եւ մարդիկ ինչ ասեցին։ Ասին արդարություն կա։ Ասին թեկուզ եւ ծովից ազատվեց, բայց արդարություն կա, հա, մեկ-մեկ մենք ասում ենք, շոտեկի, sense մարդկանց հետ դեպքեր են պատահում ու ասում ենք արդարություն կա, էլի Աստված չթողեց, որ անարդար լինի այս ամեն ինչ, Աստված պատժեց։ Սիրելիներ, երբ որ մեկը ունենում է փորձություն, դժվարություն, երբ որ մեկը ունենում է խայթոցներ, մի վռազեք ասելու, որ Աստված արեց։ Դրա հետևում կանգնած է օծը։ Հասկանում եք։ Եվ ինչ արեց Պողոս առաքյալը։ Վախեցավ, Պողոս առաքյալը շփոթվեց, գույնը գցեց, ոչ, այլ վստահեց։ Քո փրկությունը, քո զորությունը կլինի քո վստահության մեջ։ Տեր Հիսուսին վստահեց։ Վստահեց, որ Տերը իր հետ է։ Վստահեց, որ նրան ձեռքերը իժեր կբռնեն, օծեր կբռնեն։ Վստահեց Տերոջը։ Ես չեմ ասում, որ մենք գնանք փորձենք, հա, տենց բան անելու, բայց եթե հանկարծ տեղի ունենա պատահական, վստահենք Տերոջը։ Ամեն։ Եվ ծառայության մեջ գիտեք ինչ, կարող են մարդիկ ունենալ դժվարություններ, հարձակումներ, հատկապես ծառայող մեր սիրելի եղբայրները, քույրերը։ Երբ որ դու այսպես, չգիտեմ, այդ պատերազմի ժամանակ առաջնագծում ես, բնական է քո վրա ավելի շատ հարձակումներ են գալի, քո վրա ավելի շատ նետեր են գալի, քո վրա ավելի շատ հարձակումներ են գալի։ Դու, այսպես ասած, մեջքով պահում ես, հա, թիկունքը։ Բայց սիրելի եղբայրներ եւ քույրեր, երբ որ ունենում են մեր եղբայրները, մեր քույրերը դժվարություն, մենք պետք է աղոթենք նրանց համար եւ հատկապես չշտապենք ասելու, որ Աստծո կողմից ինքը իր պատիժը ստացավ։ Պողոսը եկավ եւ այդ օծին իր տեղը թափ տվեց։ Որտեղ? Կրակի մեջ։ Կրակի մեջ, ամեն։ Որտեղ եւ իր տեղն է, իր համար է տեղը պատրաստված։ Դու քո արած գործով, քո ծառայությունով սատանային ուղակի ջախջախում ես։ Դու քո արած գործով, Աստծուն ծառայելով, մարդկանց ծառայելով, դու ուղակի սատանայի գործերը քանդում ես այնպես, որ Հիսուսն ասում էր, ես տեսնում էի, թե ինչպես սատանան փայլակի պես երկնքից վայր էր ընկնում։ Երբ էր տեսնում նա, երբ որ այն 12-ներ թե 70-ներ ուղարկվել էին մարդկանց ավետարանը քարոզելու եւ հիվանդները բժշկվում էին եւ կապյալներն արձակվում էին եւ ավետարանը քարոզվում էր։ Այսա սատանայի պարտությունն է։ Ամեն, վստահելով Տերոջը։ Ուրեմն Աստված ասում է. դուք ձեր տեղում մնալով եւ հանգստանալով կփրկվեք, հանդարտ մնալով եւ վստահելով կզորանաք։ Սիրելիներ, ուզում եմ ասել մի բան,
եթե ձեր կյանքում այնպես է, որ ձեր դեմ դուրս են եկել, չգիտեմ, մեկ ասում ենք դժողքը դուրս է եկել իմ դեմ, ու դու մտածում ես, որ դու Աստծո ծրագրերից դուրս ես, ճիշտ հակառակն ենք մենք այստեղ տեսնում։ Եթե մենք մտածում ենք, որ մենք ժամանակի կորուստ ենք ունենում, որ մենք, չգիտեմ, դրվել ենք մի այնպիսի դիսկոմֆորտ վիճակի մեջ, ես շատ բան ունեմ անելու, բայց չեմ կարողանում, մի վիճակի չեմ, եւ Աստված կարծես ինձանից երես ա թեքել եւ Աստված ինձ թողել է, սիրելիներ, մենք ճիշտ հակառակն ենք տեսնում Պողոսի կյանքում։ Աստված ասում է՝ դու հանգստացի, այստեղ պետք է ուրեմն այստեղ լինես։ Դու իմ հետ ժամանակ անցկացրա, դու մտորի, դու գրի, դու խորհի, դու որոշի ծրագրեր արա, որոնք քեզ պետք են գալու վաղը, երբ որ դու ժամանակ չես ունենալու։ Մյուս բանը, որ Աստված ասում է, ինչքան էլ քո դեմ փոթորիկներ լինեն, ինչքան էլ սատանան քո դեմ բարձրանա, ինչքան էլ մարդկանց հանի քեզ հակառակ եւ փորձեն քեզ խորտակել այդ ծովի ալեկոծ, չգիտեմ, ջրերի մեջ, ես այդտեղ քո հետ եմ։ Ամեն։ Ես քո հետ եմ եւ այս բոլոր մարդիկ, այս քաղաքի բոլոր մարդիկ քեզ եմ շնորհել։ Ամեն։ Քո պատճառով, քո համար պիտի փրկվեն։ Եվ ի վերջո, եթե դու մտածում ես, որ սա վերջն էր, վсё, սրանից են կոմել, սա իմ վերջի հարվածն էր, հա, կարծես։ Անձամբ սատանան իմ դեմ է դուրս եկել եւ էլ սրանից են կոմ ինչն ապակաս։ Իր խայթոցներով։ Հիշի մի բան, որ Տերը մեզ իշխանություն է տվել։ Վստահիր Տերոջը։ Վստահի Տերոջը։ Սիրելիներ, մենք կարող ենք բան չանել ու քիչ խնդիրներ ունենալ, բայց կարող ենք նվիրվել Տերոջը ու թեկուզ եւ խնդիրներ ունենանք, բայց Աստված մեզ հետ է։ Մենք աճում ենք, երբ որ մենք ծառայում ենք։ Եթե դուք որևէ բան չեք անում, մտածեք ինչ որ բան անելու։ Եթե որևէ ծառայություն չունեք, մտածեք ինչ որ ծառայությունների մեջ ընդգրկվելու։ Գիտեք ինչ, արդեն եթե մենք մտածում ենք, որ եթե մի բան անեմ, փորձություններ, բաներ ինձ պետք են ինչի, արդեն դա պարտված վիճակ է։ Եթե մենք չենք ծառայում վախից, որ փորձություններ չունենանք, արդեն մենք պարտվել ենք սատանային։ Սիրելիներ, Աստված ուզում է, որպեսզի մենք ակտիվ քրիստոնեական կյանք վարենք։ Աստված ուզում է, որ մենք զորավոր ու հաղթող լինենք եւ մյուսներին էլ առաջնորդենք դեպի հավիտենական կյանք։ Տերը օրհնի բոլորիդ, կներեք ժամանակ անցնելու համար, շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար։ Աստված օրհնի ձեզ։